Ստեղծարար մասնագետներ տնտեսության համար մեկնարկել է մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում վերապատրաստման ծրագիրը։ Նպատակն է ձևավորել հետազոտողի մտածողությամբ նախաձեռնող և փոփոխվող աշխատաշուկային արագ հարմարվող մասնագետներ։ Որոշումը կայացնելու համար հաճախ պետք է ոչ միայն լինել մեծ գիտելիքով օգտված մարդ, այլ իմանալ ձև, որով մենք կարող ենք շուկայից էլ տվյալ հավաքենք և մեր որոշումը կայացնելուց ավելի արդյունավետ լինենք։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը վերապատրաստում է agrarային, տեղեկատվական և բժշկական ոլորտների դասախոսների։ Ծրագրի ավարտին ակնկալվում է, որ շուրջ 80 մասնագետի հասանելի կլինեն արդիականացված կրթական ծրագրերը հետազոտական բաղադրիչը կիրառելու կարողությամբ։ Կարևորում ենք հենց հետազոտական հմտությունների զարգացումը և տեղեկատվական հմտությունների զարգացումը անկախ տարիքից ցանկացած շահառուի մոտ և կարևորում ենք հենց ՄԿՈՒ հաստատություններում նաև շրջանավարտների մոտ նմանատիպ ունակությունների զարգացումը։ Մեր վերջնական նպատակը ազդեցությունը իրական կչափենք, եթե տեսնենք, որ աշխատաշուկան ինչ որտեղ զարգացել է։ Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում վերջին տարիներին դրական տեղաշարժ կա, ընդգծում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը։ Աճել է քոլեջներ դիմողների թիվը։ Վերջին տարիներին մենք ամեն տարի թվի աճ ենք ունենում մասնագիտական կրթություն ընտրող մեր հիմնական դպրոցների շրջանավարտների։ Այս տարի 16,000-ից ավելի երեխաներ են սովորել, ընդունվել մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Ես շատ ուրախ եմ, որ պետության քաղաքականությունը տնտեսության համար գերակա ճանաչված ուղղություններով ևս իր արդյունքները տալիս է։ Փոխնախարար Սվաջյանը ընդունելության աճին զուգահեռ ոլորտում նաև որակական փոփոխությունների ակնկալում։ Փոխվել է կրթությունը, փոխվել է կրթության ներկայացվող պահանջները, փոխվել է տնտեսությունը, փոխվել է տնտեսության զարգացման տեմպերը և ուսումնական հաստատությունները չեն կարող ավելի դանդաղ տեմպով աշխատել, քան այն պրոցեսներն են տեղի ունենում աշխարհում, որոնք մեր շուրջը տեղի են ունենում։ ՄԿՈՒ հաստատության դասախոսը պետք է տիրապետի հետազոտական գործիքակազմին և կարողանա ինքնուրույն վերանայել և արդիականացնել կրթական ծրագրերը, հիմնվելով իրական խնդիրների տվյալների և վերլուծության վրա։ Վերապատրաստման ծրագրի գլխավոր նպատակներից է։ Բրիր Մկրտչյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։